Ինտերնետում ամերիկյան դպրոցները բնութագրում են ոնց որ դու կարաս ընտրես քո դասերը, այնտեղ ամեն օր քեզ բուրգեր ու պիցցա են տալիս, լողական ժողով չկա։ Բայց ես ձեզ կասեմ, ճշմարտությունը։ Այսինքն ես լսել եմ, որ ասում են, եթե քեզ ինչ-որ մի դաս դուր չի գալիս, դու կարող ես փոխել։ Դա 50-50 է, որովհետև դու պետք է լավ պատճառ ունենաս, քեզ պետք Կա դասարանում բուլինգ անեն, կամ դասում քեզ լուրջ չսիրի, կամ ինչ-որ լուրջ պրոբլեմ լինի, եթե ինչ-որ մի լուրջ պրոբլեմ չլինի, քեզ չեմ փոխի։ Այո, ինչպես դուք տեսել եք իմ վլոգերում, մեր դպրոցում, այո, ամեն օր տալիս են բուրգերներ, պիցցաներ, բայց այդ McDonald's-ի կամ In-N-Out-ի իդեալական բուրգերները չէ։ Պիցցաները սովորական պիցցաներ են, բայց ամեն օր նույն բանը ուտելուց դու հոգնում ես ու քեզ քանել համով չի թվում։ Դրա համար հա, մեզ տալիս են բուրգեր ու պիցցա, բայց այն ամեն ինչի չի, ինչ որ դուք պատկերացնում եք։ Էվա, բայց այս մեկը 100% ճիշտ է, չէ՞։ Ծնողական ժողովներ չկան, չէ՞ ամերիկյան դպրոցում։ Այո, չկան։ Բայց դու մի մտածի, թե վատ գնահատական ունենաս կամ դպրոցից փախնես կամ ինչ-որ մի վատ բան անես, քո ծնողը չի իմանա։ Քո ծնողը ամեն ինչ շատ լավ իմանալու է։ Որովհետև գոյություն ունի email եւ հեռախոսազանգ։ Եթե ուզում եք երկրորդ մաս, գրեք կոմենտներում, ես անպայման կնկարեմ։